Հանդիլան շարունակվում է պայքարը, այս իշխանությունները այլևս որոշել են կարծես թե ոչինչ չանել, այնուամենայնիվ դուք շարունակում եք ձեր պայքարը, ես կուզենամ կրկին նշել, թե ինչ սպասելիքներ ունեք այս պայքարով։ Սպասելիքները բնականաբար իշխանություններից չեն, այլ մեր սիրելի ժողովրդից։ Եթե մենք միասին այս օրակարգը պահենք որպես մեզ համար առաջնահերթություն, այս իշխանությունները զգան, որ այս օրակարգով իրենց աթոռը տեղից շարժվում է, նրանք իրենց պարտականությունները ստիպված են լինելու կատարել, խնդրելով Ալիևին վերադարձնել Բաքվին պահվող հայտարարություններին։ Սա պիտի դառնա համաժողովրդական օրակարգ։ Ես բազմիցս ասել եմ, հիմա չեմ զլանա կկրկնեմ։ Ժողովուրդ ջան, սա ապա կուսակցական, ապա քաղաքական, դրանից վեր գաղափար է, որովհետև չենք կարող մենք ունենալ Բաքվի բանտերում հայ գերիներ, սա մեր ժողովրդական արժանապատվության մասին է, հայ ժողովրդի արժանապատվության։ Եվ հետևաբար տարբեր ակցիաներ են լինում, տարբեր մարդիկ տարբեր բաներ են կազմակերպում, ինքներդ կազմակերպեք, մասնակցեք անպայման, թույլ չտաք կարծի այս իշխանությունը, որ մենք նրանց լքել ենք, հայերին լքել ենք Բաքվի բանտերում եւ իրենց օրակարգն ենք սպասարկում։ Մենք պիտի ամեն օր գոնե մի գործողություն անենք դրանց վերադարձի համար։ Տիկին Թանդիլյան, ես ուզում եմ նշել, որ համահայկական ճակատ շարժումը պարբերաբար ձեզ աջակցում էր, պարբերաբար մասնակցում էր եւ ինքնուրույն նաեւ կազմակերպում էր գերիներին հետ վերադարձնելու հետ կապված ակցիաներ։ Դուք ինչ կասեք, համահայկական ճակատը պարբերաբար ձեր կողքին է գտնվում։ Մենք էլ իրենց կողքին ենք, յուրաքանչյուրի կողքին, ով այս հարցով պիտի զբաղվի, ունի օրակարգ, ներառում է իր գործունեության մեջ, կրկնելով, որ սա վերքաղաքական, վերկուսակցական թեմա է, առարկա է եւ մենք պիտի ազգովի այդ օրակարգը սպասարկենք բոլորով, ամեն հնարավոր միջոցներով եւ շնորհակալ եմ բոլորին, ով գոնե միտեղ մեկ հնարավորությամբ կարողանում է այս հարցը բացատրել։